Իրան Միացյալ Նահանգներ պատերազմը ռազմական փակուղում է, Թեհրանը ջանքեր է գործադրում դիվանագիտական ճանապարհով Թնջուկը հանգուցալուծելու համար։ Մերձարևելյան տարածաշրջանի հակամարտության կարգավորմանը միանում են նաև ռուսները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք։ Նա ծրագրում է Սանկտ Պետերբուրգում հանդիպել Ռուսաստանի նախագահին ու քննարկել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորումը։ Սա մեզ համար հիանալի հնարավորություն է ռուս ընկերների հետ խորհրդակցությունների, պատերազմի ընթացքում հարաբերություններում տեղի ունեցած զարգացումները քննարկելու համար։ Պակիստանը շատ կարևոր միջնորդական դերակատարում է ունեցել։ Ամեն դեպքում բանակցային գործընթացում զարգացումներ կան։ Միացյալ Նահանգների մոտեցումները հանգեցրին նրան, որ հանդիպումների նախորդ փուլը չնայած առաջընթացին չկարողացավ հասնել իր նպատակին առավելապաշտական պահանջների պատճառով։ Մեզ անհրաժեշտ էր խորհրդակցել նաև մեր պակիստանցի գործընկերների հետ։ Իրանի գլխավոր դիվանագետի պնդմամբ խորհրդակցություններ են եղել Օմանի իշխանության հետ, որոնց արդյունքում համաձայնություններ կան փորձագիտական մակարդակով։ Սանկտ Պետերբուրգ այցից առաջ Իրանի արտգործնախարարի Պակիստանի եւ Օմանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները վկայում են։ Թեհրանը գործի է դրել իր դիվանագիտական զենքը, որի շնորհիվ փորձում է ստանալ տարածաշրջանի երկրների աջակցությունը։ Թեհրանը Վաշինգտոնին հակամարտության կարգավորման նոր առաջարկ է փոխանցել։ Այն նախատեսում է ամերիկյան շրջափակման վերացում, Հորմուզի նեղուցի բացում եւ հետագա անցում Իրանի միջուկային ծրագրի քննարկմանը։ Էքսիոսի հաղորդմամբ առաջարկն ամերիկյան կողմին փոխանցել են Պակիստանում միջնորդների միջոցով։ Նոր առաջարկն ուղղված է բանակցություններում փակուղային իրավիճակի եւ միջուկային զիջումների վերաբերյալ տարաձայնությունների հաղթահարմանը, որոնց Թեհրանը պատրաստ է գնալ գործարք կնքելու նպատակով։ Ըստ առաջարկի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կսկսվեն ավելի ուշ, երբ Հորմուզի նեղուցը կբացվի, իսկ շրջափակումը կվերացվի։ Էքսիոսը նշում է, որ Թրամփը ապրիլի 27-ին մտադիր է անցկացնել կաբինետի նիստ քննարկելու Իրանի հետ բանակցություններում ստեղծված անելանելի դրությունը եւ պատերազմում հաջորդ քայլերը։ Իդեպ Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ իրանցիները կարող են զանգահարել իրեն, եթե ցանկանան։ Եթե ցանկանան, կարող են զանգահարել ինձ։ Խաղաթղթերը մեր ձեռքում են, մենք հաղթել ենք ամեն ինչում։ Իմ բանագնացների այցն Իսլամաբադ չեղարկելուց 10 րոպե անց Իրանն ուղարկել է նոր առաջարկ։ Նոր առաջարկը կարծես դուր է եկել Թրամփին, սակայն դեռևս լիովին չի գոհացնում։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի ամեն ինչ շատ պարզ է, նրանք չպետք է միջուկային զենք ունենան։ Միջուկային ծրագրի վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումն անփոփոխ է, սակայն անորոշ է Հորմուզի նեղուցի հարցը։ Ամերիկյան բլոկադայի պատճառով Իրանը չի կարողանում իրացնել էներգակիրները, հետևաբար հանրապետության նավթային խողովակաշարերը կարող են պայթել 3 օրից, զգուշացրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփի խոսքով Թեհրանը ստիպված կլինի դիտարկել այդ ոլորտի գործունեությունը դադարեցնելու հարցը, քանի որ նավթը պահեստավորելու տեղ չի լինի։ Նա նշել է, եթե խողովակաշարերը պայթեն, անհնար կլինի դրանք վերականգնել, ինչը մեծ ճնշման լծակ է Իրանի վրա։ Ամերիկյան կողմը վստահ է, ծովային բլոկադան միանգամայն արդյունավետ է։ Շրջափակման ֆոնին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը տարածաշրջան են ուղարկել Այզենհաուեր ավիակիրը, դրանց թիվը հասցնելով 4-ի։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։